Արդեն 2 ժամ է, որ տեղեկությունները հասնում են մեզ Հայաստանի ողջ տարածքով 2 տասնյակից ավելի սրբազան պայքարի մեր համակիրները, ակտիվիստները եւ նաեւ մեզ տեղեկություն հասել, որ Հայ-Հեղափոխական Դաշնակցության տարածքային գրասենյակներից են մարդկանց ձերբականում կամ բերման ենթարկում, տները խուզարկություններ, մարդկանց տներն են գնում եւ որոշակի իմաստով սա մեզ ենթադրել է տալիս, որ իրենք ուղղակիորեն այս հալածանքների շղթան, որը սկսել են, պարզապես այսօր Թուրքիայում գտնվող անձի վախերի արտահայտությունն է լայն իմաստով եւ այդ վախը արտահայտվում է նաեւ ոստիկանական ռեպրեսիաների, հալածանքների տեսքով։ Ոստիկանությունից են արձագանքել, ասում են, որ օպերատիվ տվյալներ են ստացել հասարակական կարգի խաթարման ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ դրա համար իրենց բնորոշումը հասարակական կարգի խաթարման վերաբերյալ լրիվ դատարկաբանությունը եւ առաջին հերթին հասարակական կարգը խաթարում են հենց իրենք։ Երկրորդը ուզում եմ ասել, որ սա նաեւ միևնույն ժամանակ խոսում է այն մասին, որ մեզ անհասկանալի անբացատրելի կերպով տեղի է ունեցել Թուրքիայի այցը, չգիտենք ինչ են այնտեղ նախատեսել, ինչ են ծրագրել, երևի վախենում են վերադարձին ինչ որ բաներ տեղի ունենան եւ հիմիկվանից սկսել են որոշակի իմաստով հալածանքներ ձեռնարկել։ Մեզ դրանով չեն վախացնել, ոչ մի ձևով չեն վախացնել, ոստիկանապետին էլ եմ ասում եւ նայելով իր աչքերին եմ ասում եւ բոլորին, ովքեր լծված են այս գործին, անկախ նրանից թե իրենք ինչ ձևակերպումներ կտան, ինչ կասեն, ինչ չեն անի, մեզ որևէ կերպով որևէ չեն կարող ոչ վախեցնել, ոչ հետ պահել այս պայքարից, որովհետեւ մեզ համար սա մեր ուղին է եւ մեր ճանապարհը եւ անխուսափելիորեն պետք է տեղի ունենա մեր հաղթանակի վերջնահանգրվանը պիտի տեղի ունենա։ Կերպ չունեն, ձև չունեն, անկեղծորեն ասում եմ, կհալածեն, չեն հալածի, մեր թիմը պինդը, ամուրը կանգնած բոլոր առումներով այդ բոլոր տղաները պատրաստ են, բոլոր տեսակի հալածանքների էլ, որովհետև այստեղ հայրենիքի խնդիրն է։ Եվ այո, վերստին ուզում եմ շեշտել, այս բոլորը ծագել են նրանից, թե անհասկանալի կերպով ծխածածկույթի քողի տակ, խավարի քողի տակ, ինչ է ուզում կնքել կամ համաձայնեցնել կամ ինչ հետևանքներ են կրելու այսօրվա հանդիպման, այսպես ասած, արդյունքները իրենց մտքով եւ բոլորը պայմանավորված է դրանով, ուրիշ ոչինչ։ Կան տեղեկություններ, որ ձեր, հիմա որտեղ որ գտնվում եք, այդտեղ եւս ուժային կառույցների ներկայացուցիչներ են այցելելու կամ դուք ունեք նման տեղեկություններ։ Տեղեկություն չունեն, գիտենք, որ ճանապարհները ինչ որ դիմակամորներ են եղել վերի կողմերը կամ այս թաղերում ճանապարհների վրա։ Այդ տեղեկությունները մեզ հասնում են։ Վստահաբար միգուցե դուք էլ երևի նկատել եք, բացարձակ նշանակություն չունի։ Մենք գիտենք ինչի համար ենք, իրենք պետք է իմանան, իրենք ինչի համար են եւ ում համար են։ Այսօրվա ընթացքում սրբազան պայքարի կողմնակիցների կամ երիտասարդների կողմից որևէ ակցիա նախատեսված է, օրինակ կարող է իրավապահ համակարգի ներկայացուցիչները օպերատիվ տվյալ ունենան, օրինակ դրանով պայմանավորված, ինչպես իրենք էին նշել, հասարակական կարգի խաթարման ուղղված։ Մեզ համար անցյալ օրը գիշերը, երբ դատարան Սամվել Կարապետյանը ձերբակալում էին կամ կալանք էին տալիս, այդ գիշերը մենք որոշակիորեն ասել ենք, որ այս Թուրքիա գնալու այցը մեզ համար անընդունելի եւ անբացատրելի այց է, որի տակ տարբեր դավադրություններ են թաքնված։ Եվ այո, մենք խորհրդակցություններ ենք ունեցել հասկանալու համար այս այցի նպատակը ինչ էր եւ ինչպես էր։ Եվ այդպես, եւ մեզ համար ամեն օրն էլ, ամեն ժամն էլ եւ ծրագրելու եւ գործելու ժամը կապ չունի, այսօր Թուրքիա է գնացել, վաղը Ադրբեջան կգնա կամ ինչ տեղի կունենա, նշանակություն չունի։ Մենք այո, խաղաղ անհնազանդության պայքարի գործիքակազմով պետք է գործենք եւ մեր նպատակն է հեռացնել այս մարդկանց, այս չարիքը մեր կյանքից։ Տեսնում եք ինչ է տեղի ունենում։ Շարունակաբար Արցախի հանձնում, մեր պետականության կորստի տևական վտանգ եւ սպառնալիք, էլ չասեմ մեր հազարավոր զոհերի մասին, մեր վիրավորների, անհայտության մեջ գտնվողների, սահմանների անվտանգության մասին։ Հենց այսօր տեղեկություն ենք ստացել, որ ներքին հանդում կրակում են։ Հիմա դա ճիշտ է, սխալը հաստատել է։ Ուրեմն
այս բոլորը մեր կյանքի, մեր ապագայի անորոշության, կախված այս ամբողջ վտանգները, ինչ որ գոյություն են, արդեն վերջերս, թեպետ միշտ էլ եղել է, բայց ավելի խորացված ամենացինիկ կերպով հարձակումը եկեղեցու վրա, ամենայն հայոց հայրապետի վրա, ձեր աչքի առջև Սամվել Կարապետյանի ամենաանմեղ խոսքով կալանավորման դեպքը, այսինքն շարունակաբար, սա ինչի մասին է խոսում։ Սա ինչի մասին է խոսում։ Խոսում է վախեցած լինելու մասին։ Եվ ես այո, կարծում եմ, որ իրավունք ունի, տեղ ունի վախեցած լինելու, բայց վախեցած ոչ թե պետականության համար, այլ իր համար, իր իշխանության կորստի համար։ Եվ երևի հասկացել են նաև, թե իրականում մեր միտվածությունը, մեր համառությունը անկախ բոլոր տեսակի խոչընդոտներից, հալածանքներից անբեկանելի է ուղղակի, մեր որոշումը անբեկանելի է։ Եվ երբ ես անընդհատ ասում եի, որ եթե կհիշեք, անընդհատ ձեզ եմ ասել, որ մեր գործողությունների մտածումների մասին, ճանապարհի մասին, իրենք ամենաշատն են տեղեկացված եւ ամենալավը գիտեն, ահավասիկ սա էլ դրա վկայություն, լայն իմաստով եմ դա ասում, մեծ իմաստով։ Եվ այս ճանապարհից ոչ ոք չի կարող մեզ հետ կանգնացնել, ոչինչ չի կարող բաժանել։ Հետևաբար այո, այդ վախը արդարացված է, ով գտնվում է հիմա Թուրքիայում, մտածելով հանդերձ կամ ինչ են դիվական, դավադրական, ինչ ունեն ծրագրած, դա էլ չեմ կարող ասել, կերևա առաջկայում։ Ես նաև կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին մեր, որոնց հետ որոշակի իմաստով կապի մեջ ենք, բոլոր իրավապաշտպաններին, բոլոր պայքարի մեջ գտնվող անձանց, իրենց ձայնը բարձրացնել, դատապարտել այս երևույթը եւ միևնույն ժամանակ գոտիները ձգել բոլորին, քաղաքական, հասարակական, բոլոր կազմակերպություններ, կուսակցություններ, անհատներ, գործիչներ, իրենց ձայնը բարձրացնել եւ որոշակի իմաստով այս ընդվզումը հայտնել։ Այլապես մենք այսպես խելոք, լուր առաջ գնալու ոչ մի այսպես տեղ հասնելու ծրագիր չեն կարող ունենալ։ Ձեզ շնորհակալություն, անսահման շնորհակալություն։ Դուք մեզ ասեցիք լավ մի հատ էլ բան ասում եմ